իրենք հնարավորություն ունենան իրենց այսպես ասած բավական հզոր ազդեցությամբ ռեպրեսիոն գործիքների միջոցով, որոնք կոչվում են գերակա միջոցներ, կոչվում են վերպետական իշխանության կամ գլոբալ խորքային պետության գերակա միջոցներ, այդ միջոցներով իրանք իրանց ծրագրերը իրականացնում են, որպեսզի հնարավորություն ունենան հեշտությամբ դնեն այդ իրականացնեն այդ միջոցները։ Այսինքն հիմա այս անձը, որ գրել է, հիմա այս հռչակագրի տեքստն է իմ ձեռքին, ուրեմն որ հաղորդակցությունների բացման են գնում, որ խաղաղություն, կայունություն ու բարգավաճում պետք է լինի, խթանեն, որ պետք է լինի խաղաղության եւ բարգավաճման Թրամփի ուղի, այսպես ասած հանուն միջազգային, այդպիսի բան ուրեմն գոյություն ունենալ չի կարող, որովհետեւ ընդհանրապես մեծ միջին արևելք բեկման գոտում եւ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, որի մեջ մտել է Հայաստանը, հարավային Կովկասը ընդհանրապես, մասնավորապես հարավային Կովկասի համար նախատեսված աշխարհաքաղաքական ակտերի շրջանակներում գոյություն ունենալ չի կարող խաղաղություն, այդ ճանապարհով ընդհակառակը դա հրահրելու է առանձին աշխարհաքաղաքական ակտորների եւ տարածաշրջանային առաջի կարգի պետությունների, Թուրքիայի, Իրանի այնտեղ Իսրայելի իրեն հավաքությունների համար նաև եւ Ադրբեջանը մեծ Ադրբեջան ստեղծելու նպատակի շրջանակներում Իրանի եւ Հայաստանի հաշվին եւ ասիական պետություններին պանթուրանական այդ ամբողջ կոնցեպտի մեջ ներգրավելու համար իրենց անկախությունները, այսպես ասած ամրապնդելու եւ ինքնիշխանության մակարդակը բարձրացնելու, այսպես ասած պրովոկացիա իրականացվելու եւ այդ մարդիկ աշխարհաքաղաքական շատ վտանգավոր վարք են դրսեւորելու եւ այս տարածքով անցնող նախատեսվող այլ լոգիստիկ ճանապարհները, որ նախատեսվում է նաեւ այստեղ կառուցել նավթամուղ, գազամուղ, չգիտեմ եւ այլը, այդ դրա ակնկալվող արդյունքների սպասումով բավական վտանգավոր քայլեր են իրականացվելու անտարածաշրջանային բալանսը խախտելու ուղղությամբ եւ հատկապես Հայաստանի տարածքում։ Այսպիսի մի ասացված կա, ասում է աֆրիկյան ասացված Ռոբերտ Ֆիցոնը դա շատ սիրում ասի, ասում է փղերը անկախ նրանից իրար սիրում են, թե իրար հետ կռիվ են անում, տուժում է խոտը, որի վրա իրանք այդ ամենն անում են։ Հիմա հրավիրում ենք մենք Հայաստանի տարածք կոնկրետ այս պահին աշխարհաքաղաքական խոշոր խաղացողների, որպիսի մեր տարածքը դարձնեն իրենց շահերի բախման ուրեմն տարածք եւ ես ուզում եմ այն իշխանությունը, որ այնտեղ գտնվում է եւ ինքը անում է այս բաները, ինքն իմանա, որ ինքը կատարում է աշխարհի մասշտաբով շատ վտանգավոր քայլ այս ճանապարհի համար համաձայնություն ունենալով Ադրբեջանի ու Թուրքիայի հետ եւ այս ճանապարհը որպես այդպիսին երբեք չի լինելու խաղաղության ճանապարհ, այս ճանապարհը երբեք չի լինելու ուրեմն Հայաստանի համար անվտանգության գործոն, չի լինելու առավել եւս երաշխիք, ինքը Հայաստանի համար, այսպես ասած, աղետալի վնասների հնարավորությամբ սպառնալիք է եւ Հայաստանի իշխանության կողմից սա չարդարացված եւ այդպիսի վնասների հնարավորությամբ ռիսկ է։ Պարոն Սայբեկյան, ինչ գործընթացներ են կիրառվում մեր երկրի դեմ, որոնցից պետք է կամ անհրաժեշտ է պաշտպանվել։ Այս համատեքստում են, թե նաեւ ներքին։ Ուրեմն ընդհանրապես այսպես ասեմ, որ գործընթացները հիմա ես կասեմ, ինչ գործընթացներ նախքին միտքս վերջացնեմ, ուրեմն մենք պետք է հասկանանք, որ բացի մեր ունեցած գիտելիքներից գոյություն ունեն այնպիսի գիտելիքներ եւ այնպիսի իմացություն, որը չի դասավանդվում բուհերում։ Դրանք հատուկ թաքցվել են եւ այդ մարդիկ այդպիսի գիտելիքներով մարդկանց համար ստեղծել են, այսպես ասած, վտանգավոր մոդել պետությունների համար եւ այդ մարդիկ հայտնվել են իշխանության եւ իրենք գիտեն շատ դեպքերում, որ իրենք ճիշտ են անում, իրենք եւսի միջեր են անում այդ երկրի համար։ Իհարկե Հայաստանի համար մի քիչ վերապահումով դա կարելի ասել, որտեղ այդտեղ ակնհայտ երկրի դեմ գործողություններ են իրականացվում, գուցե միտումնավոր, բայց մենք պետք է հասկանանք, որ այդտեղ կան նախատեսումներ եւ այդ հզոր ուժեր են դրանք եւ պետք է հասկանալ, որ այդ ուժերի դեմ հակակշիռներ ստեղծելու համար այդ կարեւորությունը շատ
հրատապ է եւ մենք պետք է այդ քայլերը փորձենք անենք։ Իսկ հիմա երկրորդ փուլի համար, այ որ դուք լսեցիք, 2 օր առաջ եմ լսել հեռուստացույցով լրատվար միջոցները տարածում են, որ եվրոպական մի քանի երկրներ արդեն խոսում են Պաղեստին պետության անկախության հռչակման մասին, ընդունման մասին եւ այլը։ Դա վաղուց նախատեսված, ուրեմն իրադարձություն է, դա հրահանգված է Եվրոպական միության ղեկավար պետություններին այս իմ ասած 6 ենթափուլանոց շրջանում երկրորդ ենթափուլի համար աշխարհակաղակական ակտերից մեկը հենց Իսրայել-Պաղեստին հարաբերությունների այդ հատվածն է եւ նախատեսված է անկախության հռչակում Իսպաղեստին պետության համար։ Եվ այն բաները, որ դուք տեսնում եք Տրամպի գործողությունների եւ այլն, այդ ամեն ինչը ինքը մեծ հաշվով, այսպես ասած, մեծ հաշվով, որոշակի շեղումներով ինքը այդ կոնցեպտի մեջ է։ Մարդկանց կարող է թվա, որ ինքը այսպես ասած մեծ շեղումներ է տալիս, դուրս է եկել, այսպես ասած խորքային պետության դեմ, դուրս է եկել այդ խորքային պետության ձեռքին գործիք դարձած բազեների դեմ, այդ խմբերի դեմ, քաղաքական եւ այլն, այդպես չի։ Բաներ կան ինքը, որ հակասում է, բայց ընդհանուր կոնցեպտուալ առումով ինքը բավականին ուրեմն այդ համակարգի մեջ է, թեև աստեղ ասեմ, որ մի փոքր այդ կոնցեպտից շեղվեց, կասեցնելով Իրանի դեմ գործողությունների գեներացիան, կամ չթողեց, որ Միացյալ Նահանգները իր մասնակցությունը խորացնի, որտեղ այդ ծրագրով նախատեսված է Իրանի փլուզում, Իրանի մասնատում առնվազն 4-ից, այսպես ասեմ, մի 4-ից 6 պետության եւ դրա միջոցով դոմինոյի էֆեկտի հրահրում ամբողջ միջին արևելքում։ Դրա համար այս պահով նա փոքր հետաձգեց, բայց այդ հետաձգումը դա դեռ չի նշանակում, որ որևէ ընդհանրապես այդ process-ները կասեցվել են։ Ինչ սա ընդհանուր մեծ ուրեմն շատ ավելի թեմա է, մենք պետք է հասկանանք, որ լինելու են առաջիկա երկու գործողությունների, երկու ենթափուլերի համար ճգնաժամեր ցիկլային եւ այդ ցիկլային ճգնաժամերի արդյունքում նախատեսված է այնպիսի սոցիալական վատ վիճակներ, որ բնակչությունը ուրեմն ինքը չհասցնի սթափվի մի հարվածից արդեն ստանա երկրորդ հարվածը։ Այս կապակցությամբ ձեր հարցը, որ ինչ գործընթացներ են նախատեսված են այդ գլոբալ մասշտաբի բացի մակրոտարածաշրջանային Թուրքիա, Ադրբեջան իրեն այն ինչ որ անընդհատ խոսվում է, ես չեմ ուզում ավելի այդ դրանք հիմա նորից դրա մեջ մտնեմ կրկնվեմ, կամ այդ թեման շատ է խոսում, ուզում եմ ասեմ այն մասին, որը քիչ է ընդհանրապես խոսում կամ ընդհանրապես չի խոսվում դրա մասին։ Ուրեմն այդ գործընթացները, ինչ որ հիմա սպասվում է մեր դեմ իրականացվելու են, դրանք կոչվում են գլոբալ deep state-ի կամ գլոբալ խորքային պետության կամ այլ կերպ գլոբալ վերպետական իշխանության, ուրեմն գերակա միջոցների, ուրեմն գործադրում առաջիկայում։ Ինչ են այդ միջոցներն իրենցից ներկայացնում։ Այդ միջոցներն իրենցից ներկայացնում են հետևյալները, ուրեմն առաջինը դա գաղափարական աշխարհայացքային միջոցները, իրենք ունեն մի քանի գերական առավել կարևոր միջոցներ գերակա միջոցների մեջ, դա ժողովրդավարություն, այդ փուչիկն է, որ անդադ օգտագործում են, մարդու իրավունքներ եւ ազատություններն է, կոռուպցիայի դեմ պայքարը եւ ստվերային տնտեսության դեմ պայքարը։ Հիմա այդ գաղափարների ներքո իրենք իրականացնում են տնտեսական սպանությունների տեխնոլոգիաներ, իրանք կիրառում են այդ գերակա միջոցները, նրանք էլ են գերակա միջոց, տնտեսական սպանություններ, եւ որ պարտքերը մենք ունենք այդ ամեն ինչը դրա համար կիրառում են ուրեմն մարդու բանը հոգու ճշմարիտ հավատքի դեմ դիվերսիայի իրականացման միջոցներ, դրանք նույնպես գերակա միջոցներ են, իրականացնում են մարդու ֆիզիկական առողջության դեմ գերակա միջոցներ են կիրառում կամ գենետիկական միջոցներ են դրանք կոչվում, հիմա ցույց կտամ ինչա սպասվում այդ առումով։ Կիրառվում են կամպրամատների միջոցները, կամպրամատների միջոցով է փոխանցվել իշխանությունը մեծ գլոբալ հայեցակարգի իրականացման ներքո, հարկադրանք է իրականացվել նախկին իշխանությանը փոխանցելու Արցախի խնդիրը ճակերտավոր լուծելու համար։ Դա կամպրամատների միջոց, ընդհանրապես գերակա միջոցների մեջ կամպրամատները չեն նշում, բայց դա այնքան հզոր միջոց է, ես հատուկ առանձնացնում եմ դա տնտեսական սպանությունների գերակա միջոցներից, դա առանձին կարևոր էֆեկտ ունեցող միջոցներ են դրանք։ Նաև ուրեմն պատմական միջոցն է, պատմության մեր արմատներից մեզ կտրող այդ բոլոր process-ները որ կան, դրանք այդ միջոցն են, այսինքն տարբեր եւ թվային միջոցները,
թվային էլեկտրոնային գերակամիջոցներ, այսինքն իրանք ունեն գերակամիջոցներ, որ դրանք կիրառելով իրենց նպատակները հասարակարգի մակարդակով տիրապետելու այդ պետությանը, հասարակությանը իրանք իրականացնում են։ Հիմա մեր դեմ առաջիկա այս երկու փուլի ընթացքում առաջիկա մինչև 30 թվականը, դրանից հետո ավելի արագ գեներացված մինչև 35 թվականը մեր դեմ դա լինելու է։ Հիմա ես ձեզ ուզում եմ ցույց տամ իրենց նախատեսած այդ ծրագրերից մեկը, որը